դուք նստացեք աշխարհի 7-րդ ամենաանվտանգ երկրում։ Մեր երկիրը համարվում է աշխարհի ամենաանվտանգ պետություններից մեկը։ Մեր անվտանգ համարվող երկիրը ցնցվում է պարբերաբար։ Սպանություն օրը ցերեկով, սպանություն հանրային վայրերում։ Լուրերը հանգիստ չեն տալիս։ Վերջին դեպքը Արշակունյաց պողոտայում շենքերը միացնող կամարի տակ սպանված տղամարդու դի է հայտնաբերվել։ Ընդհանրապես ես անվտանգ չեմ զգում այս երկրում, այս երկիրը դարձել է սարսափելի վտանգավոր երկիր, կարծես մաֆիոզներն են իշխում։ Աշնան կոմներ, որ միացտեղ կրակոցներ բանման հնչեցին, անչափահաս երեխեքը։ Բա էլ սրա անվտանգը ո՞րն է։ Քնում ենք ու չգիտենք առավոտ մենք կարթնանանք, թե կգան մեզ կհանեն տնից։ Զովունի, Աջափնյակ, Սևան։ Մեկ շաբաթում 3 դաժան սպանության լուր։ Փետրվարի 16-ին Զովունիում հնչած կրակոցներից մահացավ 31-ամյա տղան։ Դեպքից դեռ ուշքի չեկած հանրությունը երկրորդ ալիքից ցնցվեց։ Աջափնյակում Աբելյան փողոցում օրը ցերեկով հնչեցին կրակոցներ։ Արունալի հրաձգությունը մեկ մարդու կյանք խլեց։ 3 օր անց մեկ այլ սպանություն։ Այս անգամ 19-ամյա պայմանագրային զինծառայող մահացավ Սևանում դանակի 7 հարվածից։ Մարդկային կյանքեր խլած, ճակատագրեր խեղած այս դեպքերը տարեվերջին աճող կամ նվազող վիճակագրություն կդառնան իրավապահների ձեռքում։ Օդում թողնելով հարցը, ինչու չեն կանխվում դրանք։ Չի կարող պատահի լինի մի իրավիճակ, որտեղ 20-30 հոգի զինված փողոցով կամերաների տակով գնում են կամ նախապատրաստում են ինչ-որ գործողություն 20 հոգով եւ օպերատիվ տեղեկություն դուք դրա մասին չստանաք։ Դա հնարավոր չի։ Գաղտնալսումների հնարավորությունից մինչև անսահմանափակ կադրային ռեսուրս։ Հազարումի հնարավորություն ունի ոստիկանությունը արդյունավետ գործելու համար, պնդում է իրավապաշտպանը, մինչդեռ այդ գործիքները կիրառվում են այնտեղ, որտեղ դրանք պետք չեն։ Սա յուրաքանչյուր Հայաստանի Հանրապետության քաղաքացու անվտանգության հարցն է։ Դուք կարող եք դուք ձեր հարազատը կարող եք հայտնվել կրակոցների արանքում ու ուղղակի նահատակվեք բառացիորեն ոչ մի բանի համար, որովհետև ինչ որ մարդիկ իրենց օպերատիվ գործունեություն իրականացնելու համար նստած բան են կարդում, Facebook-յան լայքերն են նայում, հավաքագրում, քրեական գործեր հարուցում։ Սպանության 50 հաստատված դեպք 2025-ի 12 ամիսներին, 2024-ի 45 դեպքի փոխարեն։ Ներքին գործերի նախարարության տվյալներն են, նաև ասում են, նախորդ տարի հանցագործությունների թիվը 3.2%-ով նվազել է։ Ստատիստիկան միշտ եղել է անվստահելի բոլոր ժամանակներում, այս իշխանությունների ժամանակ առավել եւս անվստահելի է։ Ցավում եմ, որովհետեւ սա անդրադառնում է յուրաքանչյուրիս վրա, այսինքն որևէ մեկը այլևս Հայաստանում այդ չափ անվտանգ իրեն զգալ չի կարող, ինչպես մենք երկար տարիներ ունեցել ենք։ Այս բացի թողի վիճակը իհարկե անդրադառնալու է ոչ միայն մեր այսպես անվտանգային ներքին հաշտության վրա, ընտրություններին ընդառաջ շատ վտանգավոր է, այլ նաև տնտեսական աճի վրա, որովհետև туриզմը կարող է պակասի այս տվյալների հետ կապված։ Մի խոսքով սա իհարկե ունենալու է շատ ծանր հետևանքներ։ Վիճակագրությանը զուգահեռ դաժան իրականությունն է։ 2025-ին տեղի ունեցած սպանությունները ոչ պակաս աղմկահարույց ու ցնցող էին։ Սեպտեմբերին իր առանձնատան մոտ սպանվեց Մերձավանի համայնքապետ Վալոդիա Գրիգորյանը եւ քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանը։ Վենդետայից մինչև քաղաքական սպանություն։ Բազմաթիվ վարկածներ շրջանառվեցին, գործի հիմք դարձավ առաջինը։ Մերձավանի արյունալի դեպքերից մի քանի օր անց հոկտեմբերի 12-ին 61-ամյա Արամուսի տղամարդը իր որսորդական հրացանով 4 մարդու սպանեց։ Նախդաշտում իր 2 հարևաններին մի քանի ժամ անց ճանապարհին պատահած 2 անծանոթի։ Մարդիկ դեռ այս ողբերգությունն էին քննարկում, հաջորդը տեղի ունեցավ։ Օրը ցերեկով Աբովյան քաղաքի կենտրոնական փողոցում կանգառում սպասող մարդկանց երթևեկող վարորդների աչքի առջև։ Տարածված տեսանյութերում երևում է ինչպես է մի տղամարդ թիկունքից հարձակվում 24-ամյա Սարգիս Զեյնալյանի վրա։ Նույն ամսում մյուս սպանության մասին լսեցինք, ծեծկրտուկ, որն էլի մեկ մարդու մահվան պատճառ դարձավ։ Քաշքշուկի ընթացքում տղամարդը գետնին ընկել, վեճի մյուս կողմը վրաերթի է ենթարկել նրան։ Երբ կա ատելության խոսքի այս չափի
դրսևորումներ թե հանրային հարթակներում, թե ազգային ժողովում, թե հատկապես պաշտոնյաների կողմից, սա չէր կարող ուղղակի իր արտացոլումը չգտներ հանրային կյանքում։ Սա մի կողմից, մյուս կողմից էլ երբ ամբողջ ոստիկանությունը զբաղված է ամեն ինչով, բացի իր ուղիղ գործնեությամբ, սա նորից անխուսափելի պրոցես է։ Այս դեպքերը վրիպում են իրավապահների աչքից ու ողբերգությունների պատճառ դառնում, որովհետև իրավապաշտպանի խոսքով համակարգը մեկ մարդու անվտանգության և հրահանգների հետևից է վազում։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում և Telegram-ում։